Երբ որ հեռախոսս էս մեր մոտ է, մենք էս գրում ենք, ու հեռախոսը մեկը մեր մոտ է, կոնկրետ ինքը մեզ խանգարում է։ Այո, պարզապես Երևանի քաղաքապետն է մի քիչ ուշ գլխի ընկել։ Հեռախոսս դեմս լինեին թողեին, դաժե մի ձև չէին նայի։ Դե դասին սովորեմ չանեմ։ Երևանի քաղաքագլուխը երկուշաբթի է առաջարկել առաջինից 6-րդ դասարանի աշակերտներին արգելել հեռախոս տանել դպրոց։ Քաղաքապետ Եթե աշակերտը անհրաժեշտաբար հեռախոս ունենա, ապա դասի սկզբում այն պետք է հանձնի դասղեկին եւ վերցնի միայն տուն գնալիս։ Դպրոցները պետք է ուշադիր լինեն, որ աշակերտները երկու հեռախոսով չգան, մեկը հանձնեն, մեկը պահեն իրենց մոտ։ Դպրոց երկու հեռախոս տանելու խորամանկությունից արդեն օգտվում են աշակերտները։ Էսի առաջինն է, էսի երկրորդն է։ Դա հանձնում ես, սևը հանձնում ես, փոքր։ Չէ, այսի եմ հանձնում։ Սա հանձնում ես, նա պահում ես։ Հա։ Իսկ ես վաշե հեռախոս չունեմ, ինձ չեն առնում։ Իրան առնում են, ինձ չէ։ Գիտնականները պարզել են, որ բրիտանացի 6 սովորող երեխաները 15%-ով բարելավել են իրենց գնահատականները, երբ դպրոցներն արգելել են հեռախոսը։ Մեծ Բրիտանիայից ու Ֆրանսիայից մինչև Չինաստան ու Տաջիկստան աշակերտին արգելվում է հեռախոսով դասի նստել։ Կան միջազգային երաշխավորություններ, հետազոտություններ, որոնք ցույց են տվել, որ հեռախոսների առկայությունը աշակերտների մոտ նրանց շեղում է դասապրոցեսից եւ ընդհանուր բացասական ազդեցություն է ունենում առաջադիմության վրա։ Երևանում արդեն կան դպրոցներ, որտեղ խիստ են հեռախոսի հարցում։ Դասի ժամին ոչ մի հեռախոս։ Մենք դնում ենք պաուսակների մեջ, որ չէին ասել, ու չենք օգտագործում դասի ժամանակ։ Դաս քո հեռախոսը մեծ։ Մենք տանում ենք դնում ենք պաուսակի մեջ ու պրոստը հեռախոս տալի։ Քաղաքագլխի առաջարկը, որ մինչև 6-րդ դասարան աշակերտը հեռախոս չտանի դպրոց, ուշացած են համարում ծնողները։ Կարծիքն է, որ հեռախոսներն երեխեքի ձեռքերից պետք է հավաքել, չպետք է տան հեռախոս, որովհետև երեխաներին բթացնում են, այդքան բան։ Ձեր թորները ունեն հեռախոս, տանում են։ Որտե՞ց ունեն, ես կամ ունեմ երիկա, էլի։ Երեխան իսկապես հնարավոր է, որ շեղվի, թեկուզ դասամիջոցին, բայց շեղվել պետք չի։ Շատ ուրախ կլինեմ, որ հեռախոսները հավաքեն, դասի ժամին հեռախոսներ չունենան, երեխաները իրանց ձեռքի տան։ Փոքր տարիքային խմբերում ավելի շատ լավավոր արգելում են։ Դպրոցական այս սահմանափակումը վերաբերում է ոչ միայն հեռախոսներին, այլև պլանշետներին, խելացի ժամացույցներին եւ թվային այլ սարքավորումների։ Մենակ power bank ունեմ, որ շունկիս համար։ Ինչա բայսակը։ Էկրանը միանում։ Բա ինչ է սա։ Ոստը միացում է, որ մարդկան զավորմանը։ Եթե առաջին դասարանցին հեռախոս չունենա, ինչպես պետք է տեսնի Մաշտոցի նկարը, որ նոր այբենարանում թաքնված է QR կոդի տակ։ Զարմանում են որոշ ծնողներ։ Մեծ հակասություն չեմ տեսնում այս երկուսի միջև։ Պարզապես աշակերտները այլևս չեն կարողանա դասապրոցեսում դա անել, պետք է անեն տանը, իսկ դասարանում ուսուցչի կողմից։ Իսկ գուցե Մաշտոցի նկարը դուրս բերվի QR բանտից ու նորից լինի այբենարանի էջերին։ Մաշտոցը նորմալ լինի, էլի ոչ թե QR կոդով նայեն Մաշտոցին։ Թե չէ արդեն կան երեխաներ, որ կարծում են Կոմիտասն է հայոց գրերի հեղինակը։ Մեր տեխնոլոգիայի դասատում ինչ-որ մեկի տեսն էր կարդում, մեկը գրել էր տառերը հորինել է բան, Կոմիտասը։ Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։